Խաղություն աստղաժողով։ Խաղություն ձեզ։ Իսկ նույնպես կպատասխանենք հարցերին։ Հարցը այսպեսին է, Արկադի եղբայր, ես ուզում եմ իմանալ քո կարծիքը, ովքեր են 144,000 ժողովուրդը։ Եթե այն բավարար լինի ինձ համար, ես ինքս տիրոջ ողորմությամբ համարներով կմեկնաբանեմ, որքան է համընկնում ճշմարտությունը։ Կարող ենք WhatsApp-ով շփվել։ Այո, իհարկե կարող ենք։ Հետո 164 համարում մեր ձայնագրությունը 164 հա 4, հա։ Հա 164 համարում ունենք այս մասին, հա, ժամանակը մենակ էր խոսում։ Հա 164 համարը YouTube-ով գտեք նայեք, WhatsApp-ով, Viber-ով էլ կարանք շփվենք։ Հա։ Արկադի ասել WhatsApp-ի համարը։ Հա դե ոչ ասես։ Չնայած հա YouTube-ում կարան կա, այնտեղ նշված է 826 171 9209։ Այս նույն համարի տակ համ WhatsApp կա, համ Viber։ Ես երկու բառ 144,000-ի մասին ասեմ, հա, որտեղ այս հարցի շուրջը չարժի, ոչ թե չարժի նորից խոսալ, այլ խոսացել եք էլի, եթե դու ուզում ես համեմատական կարգով ավելի լավ նայի ու համարներ կբերես, իսկ եթե WhatsApp-ով կամ Viber-ով շփվենք, ինձ թվում է շատ հաճելի ասելով որն է հասկանալի կլինի։ Որտեղ հարց ու պատասխանի միջոցով մեր մտքերը ավելի բան կլինի, էլի։ Եթե դուք ուրիշ կարծիքի եք իհարկե, այդ դեպքում հարց ու պատասխանը շատ հաճելի կլինի։ Շատ օգտակար կլինի, այդ հաճելին է միշտ օգտագործում։ 144,000-ը ըստ Աստվածաշնչի հայտնության գրքում ամենագրված այդ մասին, որ 144,000-ը Իսրայելի 12 ցեղերից էին, ամեն ցեղից 12,000։ 12 ցեղերից 12,000-ով բոլորը միասին կազմում է 144,000։ Իսրայելի ցեղերի 12 որդիների անունների նշանակությունը շատ կարևոր է, թե որ անուններից 12,000-ը կան, թե ինչի է 12,000, թե Իսրայելի ժողովրդից հրեաներից մենակ պետք է փրկվեն, ըստ Աստվածաշնչի հրեաներն են 12,000-ը։ Հրեաներից դուրս ուրիշ ազգի չկա 12,000-ի մեջ։ 12,000 Բենյամինի ցեղից 12,000, Ռուբենի ցեղից 12, Հուդայի ցեղից, Ղևի, մի խոսքով բոլորի ցեղից ամենքի ցեղից 12,000։ Այսինքն նշանակում է մենակ եվրեներն են 144,000-ի մեջ մտնում։ Եթե գրով նայենք, իսկ եթե հոգիով նայենք, սիրելի հարցնվող, մեր բոլորիս վերաբերվում է դա ու խորհուրդ ունի, ու մեծ նշանակություն ունի դա։ Լավ, նայեք դուք հետո կշփվենք։ Ասենք առաջվելա։ Եթե կամենաք զանգեք Հա, դե իր ցանկությունն է, ասում կարանք շփվենք, իհարկե կարանք։ Լավ, մի հատ էլ մի հարց, Թագավորների գիրք առաջին 18 գլուխ 10-րդ խոսքը։ Միթե Աստծուց չար հոգի է գալիս, խնդրում եմ բացատրեք։ Թագավորների գլուխ առաջի թագավորած 18-ի 10-ը։ Ես կարդամ, տեսնեք ինչի մասին է ու պատասխանեմ սիրելի հարցնվող։ Եվ հետևյալ օրը Սավուղի վրա Աստվածանից չար ոգի եկավ։ Աստվածանից չար ոգի եկավ։ Եվ նա տանմեջ մարգարեություն արել եւ Դավիթը ուրիշ ժամանակների պես իր ձեռքը քնար ներածում եւ նիզակը Սավուղի ձեռքին էր եւ Սավուղը, քանի որ չար ոգի էր եկել Աստվածանից իր վրա, ինքը նիզակով հարվածեց Դավիթին, Դավիթը խույս տվեց ու փախավ, շարունակության մեջ է գրված։ Հիմի տեսեք, սիրելի հարցնվող, Սավուղի վրա ինչի չար ոգի եկավ, այն էլ Աստվածանից։ Հիմի տեսեք, ես այս մասին շատ եմ խոսացել, էլի որ Աստված սեր է, Աստված բարի է, Աստվածանից չի գալի չար ոգի, Աստված հեռանում է չար ոգին է մնում, արդեն Սավուղի մոտ։ Հիմի խոսանք Սավուղի կյանքից։ Ինչի համար Աստվածանից չար ոգի եկավ, Աստված ինչի համար հեռացավ Սավուղից։ Սամվել մարգարեն էլ ասում Սավուղին, որ Աստված քեզանից հեռացավ, Աստված քեզ խոստացել էր, բայց քանի որ դու քո խոստումը չպահեցիր, այսինքն հավատարիմ չմնացիր ասում, Աստված այդ ժամանակ քեզանից հեռացավ։ Վերջ, արդեն դու մնացիր ում իշխանության, ում շրջափակման մեջ չար ոգու։ Այսինքն Աստված գնաց, Աստվածանից էր, որ ինքը գնաց, ոչ թե Աստված ուղարկեց, Աստված կամեցավ, Աստված չգիտեմ ինչ, այլ Աստված հեռացավ ու չար ոգին։ Արդեն իր շրջապատում իրան չար ոգին արդեն գրավել Սավուղին,
Որովհետև, ինչի համար, որովհետև Սավուղը զոհը հիշեք այս պատմությունը թագավորաց գրքի մեջ, որ զոհ էր մատուցանում, երբ որ Սամվելը ասում, պատերազմի ժամանակ, մի քիչ ուշացավ Սամվելը, Սավուղը ինքը զոհը մատուցարեց, որ իրան արժանի չէր մարգարեն, ասում մարգարեն պետք է աներ։ Բայց ինքը որպես թագավոր, որպես այդ վերցրեց իր վրա այդ իշխանությունը, որը աստվածանից չէր, էլի եմ ասում, ասու խոսքին հակառակ էր։ Երբ որ Սամվելը հետո հանդիմանեց Սավուղին, թե ինչ արեցիր, Սավուղը արդարացավ, թե ժողովուրդը չէր սպասում, ուշացար դու, դրա համար ես էդի տենց արեցի։ Եվ Սամվելն ասում է Սավուղին, ասում է դու միթե ասում է զոհը, ասուն հնազանդությունը ավելի լավ է, քան թե զոհը։ Ասում եք, ստեղ դուրս է գալի, որ ասուն չհնազանդվեց Սավուղը։ Սավուղը եթե ասուն չհնազանդվեց, ուրեմն Աստված հեռացավ իրանից։ Եթե Սավուղը հեռացավ Աստվածանից, ինքը զոհն արեց, ասու խոսքը չկատարեց։ Սավուղը ինքը հեռացավ Աստվածանից։ Եթե ինքը հեռացավ, չար ոգին եկավ իր վրա արդեն։ Բայց խի Աստվածանից, ձեր հարցը ես հասկանում եմ ինչի հիմա վրա եք էլի տենց ասում, ինչի Աստվածանից, որտեվ ոչ թե Աստվածանից, այս բարի թարգմանություններն է երևի, բայց Աստված որ հեռացավ, այդ պատճառով եկավ չար ոգին Սավուղի վրա։ Քանի որ չար ոգին եկավ Սավուղի վրա, դե Սավուղն էլ բնականաբար սկսեց արդեն չար բան անել։ Երբ որ Դավիթը հաղթեց Գողիաթին, բոլորը աղաղակում էին, օրհնում էին Դավիթին, Դավիթը բյուրևին հաղթեց իր Սավուղը հազարներին, Սավուղի մեջ նախանձ մտավ արդեն։ Հենց այդ նախանձը նորից հեռացրեց իրան Աստվածանից։ Աստված իր տեղում է, Աստված մեր շրջապատում է, մենք ենք հեռանում Աստվածանից, սիրելի հաստվող։ Հենց հեռանում ենք արդեն չար ոգի է գալի մեր վրա։ Որտեվ Աստվածանից էր, ինչի համար, որտեվ Աստված գնաց, որ այդ չար ոգին եկավ։ Այսինքն մենք հեռացանք Աստվածանից, որ չար ոգին եկավ։ Թե չէ Աստված չար ոգի չի ուղարկում։ Ես համոզված եմ, այս հարցը այս վերջերս շատ են էլի քննարկում, որ գրված է գրքի մեջ գրված է, բայց համեմատում ենք սիրո հետ չի համապատասխանում շատ բաներ։ Անցած անգամ մեր եղբայրների հետ անցած անգամ երեք թե միսօրը եղբայրների հետ որ զրույց էինք անում, մի եղբայր ասեց, իր Աստվածաշունչը էլի հայերեն թարգմանություն է։ Իր Աստվածաշունչը ու իմ Աստվածաշունչը ասեց Արկադի եղբայրը, մի հատ կարդա այս համարը։ Ես կարդացի լրիվ ուրիշ բան, ինքը կարդաց լրիվ ուրիշ բան ու մի քանի տեղեր։ Մի տեղ ասում է, երբ որ 10 կույսերի առակը ասում է եկան, որ Փեսային դիմավորեն։ Իմ Աստվածաշունչի մեջ տենց է գրված։ 10 կույսերը եկան, որ դիմավորեն Փեսային։ Բայց իրանց Աստվածաշունչի մեջ գրված էր, որ եկան, որ դիմավորեն Հարսին ու Փեսային։ Ոնց որ թե միտքը փոխում է։ Եթե հարսանիք են եկե, հարսը հարսանիք է գալի, կույսերը, կամ ասենք, որ եկել են հարսանիք Փեսային են դիմավորելու, թե հարսն ու Փեսային, թե ինչ, մի տեսակ ստե միտքը փոխվում է, կոնկրետ է պետք թարգմանությունը, Փեսային դիմավորելու, թե հարսին ու Փեսային դիմավորելու։ Դրա համար տարբեր են թարգմանությունները, բայց փառք Տիրոջը, որ մենք ամենքսեր Սուրբ Հոգիով, արդարության հոգիով, ոչ թե վեճի հոգիով, էսի է ճիշտ, այն մեկն ասեր, չէ, այս մյուսն է ճիշտ։ Մենակ Փեսային եկան դիմավորեցին կամ հարսին ու Փեսային, ոչ թե այդպես վեճի հոգիով, այլ սիրո հոգիով մենք քննեցինք։ Ինչն է հարսն ու Փեսան, որ դեպքում է հարսն ու Փեսան, որ դեպքում է մենակ Փեսան դիմավորելը։ Կույսերն ովքեր են ու ամեն ինչ արդեն սիրո հիման վրա դարձավ պարզ բոլորիս այդ հասկացողությունը։ Հիմա ինչի ես կան երկար մանրամասն ասեցի, որ շատ հնարավոր է թարգմանությունների տարբերություն լինի։ Պատկերացրեք 2000 տարի առաջ քանի անգամ այս գիրքը թարգմանվել։ Ես հայկական Աստվածաշունչ եմ տեսել Հայաստանում մեր եղբայրներից մեկի մոտ։ Այսենց հաստ կաշվի բանով մեծ Աստվածաշունչ է։ Չենք կարող կարդային, կարդմիկ չենք հասկանում։ Բարբառը։ Դուք պատկերացնեք քանի անգամ է թարգմանվել այդ գիրքը, որ հասել է մեզի։ Ու շատ հնարավոր է ամեն թարգմանվելուց մի բան թարգմանիչը, հա, իր ձևով թարգմանի, մյուս թարգմանիչը իր ձևով ու
դուրս գա սենց, բայց Աստված այնքան արդար է, այնքան հավատարիմ է սիրելի Աստծո, որ Սուրբ Հոգին տվեց մեզ ու ասեց Սուրբ Հոգին կմեկնաբանի։ Եթե Աստվածաշնչի մեջ սխալ թարգմանած են անգամ թարգմանիչները, Սուրբ Հոգին թույլ չի տալի, որ մենք սխալ հասկանանք։ Հասկանում եք, որտեղ սիրո հոգին է Սուրբ Հոգին, սիրո հիման վրա պետք է կարդանք։ Գիրը գրվել է, Աստված սպանեց այս ազգին, ջրեղեղով կործանեց, դժոխք կա սարքե, ամաղեկին մերում անուկ վերասու, գրված է գիրը, բայց սիրո հոգին մեզ ասում է Աստված չի սպանում։ Քո միջի չարությանն է սպանում Աստված։ Եվ այս ամեն ինչը հոգիով, երբ որ հոգիով ես քննում, լրիվ արդարություն ես տեսնում։ Իսկ գրով գիրը հակառակը ասում գրված է։ Գիրը թշնամի է ասում, մինչև անգամ գրված է։ Հիսուսն ասաց, եթե ուզում եք գրով, ձեր գրով եք ուզում փրկվեք, Մովսեսով եք ուզում փրկվեք, տեսեք, որ այդ գիրը իմ մասին է գրել։ Հասկանում եք, այս տարբերությունն է, էլի, որ այսօր շատ բաներ եկեղեցիներ բաժանվում են, այն մյուսը չէ սենց է, այն մյուսը սենց է, այն մյուսը ասում է գրված է սենց, այն մյուսը չէ, տես չի սենց է, իմ գրքի մեջ սենց է գրված, այսօր Եհովայի վկաները թազը Աստվածաշունչ են տպում իրանց բանով, հասկացածով, իրանց բանով, բայց Սուրբ Հոգին նորից եմ կրկնում, ամեն բան հարթում է։ Հենց իմի, թող Եհովայի վկաները Աստվածաշունչը կարդամ, ես չեմ շեղվի, ես չեմ ասի, որ եթե փայտից է կախվել Հիսուսը, ուրեմն մեզի պետք է մեր թշնամին պետք է սպանենք իրան, պետք է ասենք, չէ, դա Սուրբ Հոգին թույլ չի տա իմ միջից։ Որովհետև Սուրբ Հոգին ամեն բան կբացատրի, ամեն բան բացատրում, ամեն բան հարթում է սիրո հիմքի վրա։ Ամեն։ Այսքանը երևի։ Մոտեցավ ավարտին։ Հա, կարեք զանգեք սիրելի լսողներ ու կնդիներ, բոլորդ զանգեք, եթե նորից sense հարցեր կլինի, նորից եմ կրկնում, ավելի լավ է sense դեմ դիմաց հարց ու պատասխանով խոսանք, ավելի շուտ կհասկանանք իրար։ Հաստատ հիմա ես մենակ խոսում եմ, ձեր մեջ հարցեր առաջանում, բայց դուք չեք կարող այդ հարցերը տաք ինձի։ Եթե տալիս եք էլ, հա, մի ամիս հետո շատ ուշ պատասխանում, մի քիչ չի։ Հերթով պատասխանում, ինչև հերթը հասնում։ Մի խոսքով Աստված օրհնի ձեզ, գրեք, զանգեք, կրկին անգամ ենք ասում։ Աստված ձեր հետ։ Աստված օրհնի ձեզ ձեր հետ։